Մայրաթորի շուրջ վերջին բացահայտումների ֆոնին ակնհայտ է կտրիչ Ներսիսյանն այլևս հեղինակություն չունի ոչ Հայաստանում եւ ոչ էլ անգամ Սփյուռքում։ Մարսելի մեր հայրենակիցների տրամադրած կադրերից տեսնում ենք, որ Ներսիսյանի ուխտազանցությունը վատ է ընկալվում նաեւ դրսում, ինչքան էլ վերջինս փորձի քաղհալածյալի կերպարի մեջ մտնել ու արտերկրից հայտարարություններ անել, թե խիստ մտահոգված է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությամբ։ Մի բան էլ հույս է հայտնում, թե չարամիտ ոտնձգությունները կչեզոքացվեն։ Իսկ ով է իրականում հակաեկեղեցական արշավանում իշխանություններն իդեմս վարչապետ Փաշինյանի, ով ընդամենը պահանջում է հարգել հենց Մայրաթորի կողմից ընդունված կանոնները, թե այն եկեղեցականները, որոնք տալիս են կուսակրոնության ուխտ, բայց ունեն ընտանիք, ինտիմ հարաբերությունների մեջ են մտնում իրենց իսկ ազգականների հետ, կամ թաղային խուժանին վայել պահվածքով հարվածում քաղաքացուն, մարդկանց պայուսակում թմրանյութ են դնում, ինչ հետ է կտրիչ Ներսիսյանի դեմ ակցիա է իրականացնում։ Մեկ ուրիշ եկեղեցու պաշտպան էլ համացանցով աղջիկներին հաջողախոսություններ է անում։ Ինչու կտրիչ Ներսիսյանը չի հեռացնում Արշակ Խաչատրյանին, միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի կարծիքով, եթե ողջամիտ լիներ, կհեռացներ, բայց թույլ չեն տալիս։ Նույնիսկ տարբեր բարձր պաշտոնյա հոգևորականներ իրան կոչ են արել դա անել։ Հարցը նրանում է, որ ինքը չի կարողանում դա անել, իրան այդ թույլտվությունը չեն տալիս։ Ուստի որոշումներ ինքը չի կայացնում։ Եվ հարցը հենց դրանում է։ Դրսից է այսինքն ուղղորդվում։ Այո, բացահայտորեն երկրի ղեկավարը դրա մասին ուղիղ ասեց եւ որևէ մեկը չի հերքել։ Եթե այդպիսի բան չկա, թող դուրս գան եւ հերքեն։ Նույն կտրիչ Ներսիսյանն ասի, որ ես չեմ փորձում օտար երկրա հատուկ ծառայությունները ինձ փրկեն, որովհետեւ մեղադրումը երկրի ղեկավարը դրա մեջ կներեք, բայց սա այդքան մեծ մեղադրանք է, որ կարծում եմ մեր հանրությունը այդքան էլ ուշադիր չի։ Ինչ հայտարարություններ, ինչ քաշ ունեն։ Թումասյանի խոսքերով կտրիչ Ներսիսյանը փորձում է ազդեցություն ունենալ քահանաների վրա, վնաս է հասցնում եկեղեցու հեղինակությանը, նրանով այլևս պետք է զբաղվի ազգային անվտանգության ծառայությունը։ Առնելով վարչապետի երեկվա հայտարարությունները, որ կտրիչ Ներսիսյանը ներկայացնում է սպառնալիք Հայաստանի պետական անվտանգությանը, ապա վարչապետի ենթակայության ներքո գտնվում է ազգային անվտանգության ծառայությունը, որը պարտավորված է սահմանադրությունով զբաղվել պետական անվտանգության խնդիրների լուծմամբ։ Ուստի եթե վարչապետի ասածը ճշմարիտ է, ինչում ես կասկած անձամբ չունեմ, ապա ազգային անվտանգություն ծառայությունը պետք է առնվազն հետաքննի եւ կանչի քաղաքացի կտրիչ Ներսիսյանն այդպիսի հարցաքննման է, իսկ առավելագույնը իմ պատկերացումով պետք է ձերբակալեն կտրիչ Ներսիսյանին, սրանով միանգամից ավարտենք այս հարցը, որովհետև արդեն շատ է երկարաձգվել։ Թումասյանի դիտարկմամբ Ներսիսյանի քայլերից տպավորություն է ստեղծվում, թե նրան հեռանալ չեն թողնում, փորձում են փրկել։ Իր հայտարարությունից եւ քայլերից երևում է, որ իրան իր տերերը այդ թույլտվությունը չեն տալի եւ պարոն վարչապետը դա էլ է նաեւ ասաց, որ իրան օտարերկրյա հատուկ ծառայությունները չեն փրկի։ Ուստի պարոն վարչապետը ունի այսպիսի տվյալներ տեղեկատվություն, որ փորձում են օտարերկրյա հատուկ ծառայությունները իրան փրկել։ Հիմա հասկանալի է, որ այդ հրահանգն է, որ ինքը հետքայլ չանի։ Ուստի ինքը հետքայլ չի անելու, ոնց երևում է, բայց դա նշանակում է, որ մենք պետք է անենք վերջնական քայլը, եթե ինքը կամավոր չի ուզում լքել այս պաշտոնը։ Հանրությունը շատ լավ է հասկանում, թե ինչ է տեղի ունենում ռուսամետ ընդդիմությունն ըստ մեր զրուցակցի շատ փոքր քայլեր է կարողանում անել աջակցություն ձերբակալված հոգևորականների։ Որևէ դժգոհություն, լայնածավալ, մեծ քանակի մարդկանց մասնակցությամբ ցույցեր կամ այլն, ես չեմ ակնկալում կտրիչ Ներսիսյանի ձերբակալության պարագայում։ Իհարկե ընդդիմությունը գործող, նկատի ունեմ այդ ռուսական գործակալներին, իրանք կփորձեն դա էլ դարձնել գլխավոր թեմա եւ ցույցեր կազմակերպել։ Դե շատ անգամ են փորձել, վերջի անգամ Ազատության հրապարակին կարծեմ մոտ 5000 մարդ էր հավաքվել։
Ընդդիմադիրների կողմից շատ են այս օրերին հնչում մեկնաբանություններ, թե վարչապետն ուզում է յուրային կաթողիկոս ունենալ։ Ինչ է իրականում ուզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանը հստակ հնչել է ազգային ժողովում։ Ինձ պետք չի կաթողիկոս, որ ենթարկվի ինձ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին։